Բարև ձեզ, սարվա թեման է իմ այսօրվա հյուրը հայկական խորհրդի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Ղևոնդյան, անդրադառնանք տարածաշրջանում բռնկված այս լայնամասշտաբ պատերազմին, որը կարելի ասել աննախադեպ է վերջին տարիների համեմատ, եթե հաշվի չառնենք Ուկրաինա-Ռուսաստան պատերազմը, ինչ զարգացումներ եք կանխատեսում, ինչ ընթացք կունենա այս պատերազմը։ Աննախադեպ է, բայց ոչ անսպասելի, բավական ժամանակ էր արդեն, որ բոլոր փորձագետները միահամուռ պնդում էին, որ պատերազմն անխուսափելի է, կարելի է ասել, որ վերջին 1-2 ամսվա մեջ արդեն պարզ էր, որ պատերազմ տեղի է ունենալու, թե ինչ մասշտաբների, ինչպիսի գործողությունների հետևանքով ինչ կլինի, ինչ կստացվի, իհարկե մոտեցումները տարբեր էին։ Տեսնում եք մեկ բան, որ առաջատար տեխնոլոգիաների միջոցով ամերիկա-իսրայելական ուժերին հաջողվեց հենց սկզբից շարքից հանել հրամանատարական մի խումբ պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչը այնուամենայնիվ չփլուզեց Իրանի ռազմաքաղաքական կառուցվածքը, ինչի շնորհիվ իհարկե պետք է Իրանին շնորհավորել, որովհետև այն ինչ կարողանում է անել Իրանը, ոչ բոլոր երկրները կարող են անել, գլխատվելուց հետո կարողանալ պահպանել կառուցվածքը եւ չփլուզվել։ Թե ինչքան կկարողանա դիմակայել Իրանը, որովհետև շարունակվում են գործողությունները, իհարկե հստակ ասել հնարավոր չէ, բայց մյուս կողմից անհրաժեշտ է հասկանալ, որ սա դասական պատերազմ չէ տարածքներ գրավելու համար, ինչպես օրինակ ռուս-ուկրաինական պատերազմը։ Ռուս-ուկրաինական պատերազմում Ռուսաստանը փորձում է տարածքներ գրավել։ Իրանի պատերազմում ոչ Միացյալ Նահանգները, ոչ Իսրայելը չեն փորձում տարածքներ գրավել։ Նրանց հիմնական միտումը եւ այն ինչի համար փաստացի պատերազմը սկսվել է Իրանում ռեժիմի փոփոխությունն է։ Արդյոք դա հնարավոր կլինի թե չի լինի, այստեղ շատ կարևոր կլինի Իրանի ժողովրդի դիրքորոշումը։ Եթե մարդիկ համախմբվեն ռեժիմը փոխելու նպատակի շուրջ, ապա դա տեղի կունենա արտաքին հարվածների ներքո, որովհետև մինչ այդ մենք տեսանք, որ հնարավոր չեղավ միայն ներքին ռեսուրսներով ռեժիմ փոխել։ Եթե այնուամենայնիվ արտաքին վտանգը ավելի մեծ թվա եւ մարդիկ վախենան ոչ թե իրենց իշխանություններից, այլ նրանից, որ կարող է Իրանը փլուզվել եւ չցանկանան ռեժիմի փոփոխություն, ապա կշարունակի Իրանը մնալ այնպեսին, ինչպեսին կա, իսկ պատերազմը գուցե կանգնի, բայց հնարավոր է հետագայում նորից կրկնվի։ Պարոն Ղևոնդյան, հնարավոր է, որ Իրանը կիսի Սիրիայի ճակատագիր, այսինքն նկատի ունեմ դառնա, այսպես ասենք, պոլիգոն խոշոր խաղացողների համար։ Տեսեք, իմ նշած երկրորդ սցենարի դեպքում, եթե Իրանի ժողովուրդը այնուամենայնիվ որոշի, որ արտաքին վտանգը շատ ավելի խնդրահարույց է իրենց համար, քան այն, որ շարունակվի հոգեվորականների կառավարումը, հենց վախը դրանից է լինելու։ Այսինքն անհանգստությունը լինելու է, որ եթե այս պահին ռեժիմի փոփոխության համար դուրս գանք փողոց, կարող է Իրանը դառնալ Սիրիայի նման ինչ-որ մի տեղ, որտեղ կլինեն տարբեր ուժեր, որոնք քաղաքացիական պատերազմի տրամաբանության մեջ երկիրը կգցեն ճգնաժամերի եւ ցնցումների դաշտ։ Մյուս կողմից պետք է նշել, որ շատ փոքր է սրա հավանականությունը։ Ինչու՞, որովհետեւ տեսեք, Սիրիայում կային առանձին խմբեր, որոնք տարբեր դիրքորոշումներ ունեին տարբեր քաղաքական հարցերի վերաբերյալ։ Նույնը Աֆղանստանի մասին կարելի է ասել։ Իրանում ընդհանուր առմամբ ժողովրդի կարծիքը, ժողովրդի դիրքորոշումը մեկն է, որ իրենք ցանկանում են երկիրը մնա կայուն, իրենք ցանկանում են երկրում իշխանությունը լինի աշխարհիկ, այսինքն ընդհանուր առմամբ Իրանի ժողովրդի ցանկությունը միավորում է իրանցիներին։ Բայց թե ինչպես կգնահատե հենց ինքը ժողովուրդը, իհարկե մենք չենք կարող դա կանխատեսել։ Պարոն Ղևոնդյան, այդ հատվածում պատերազմական բավական լայն հատվածում օդային տարածքը փակ է, ծովային ճանապարհները գրեթե փակ են, կարելի ասել, սա իր տնտեսական ազդեցությունը արդյոք կարող է թողնել համաշխարհային տնտեսության գլոբալ առումով։ Ճիշտն ասած, ես այնքան էլ վստահ չեմ, որ օրինակ Հորմոզի նեղուցը փակ է, որովհետև հակասական լուրեր են գալիս են լուրեր, որ փակ է, գալիս են լուրեր, որ այնուամենայնիվ անցնում են նավերը, գալիս են նաև լուրեր, որ նավերի են հարվածել իրանցիները, բայց դրանք չեն հաստատվում։ Ինչ որ տեսանյութեր ենք մենք տեսնում, որոնցից որոշները շատ նման են արհեստական բանականությամբ գեներացված լինելու, այնպես որ հստակ տեղեկություն ունենալ, թե ինչ է կատարում, հնարավոր չէ։ Օդի հետ կապված, այո, օդային տարածքը փակ է, ինչը ակնհայտորեն ազդելու է տնտեսության վրա, գոնե Հայաստանի Հանրապետության վրա իհարկե դա ազդելու է, բայց ոչ միայն Հայաստանի Հանրապետության, նաև գլոբալ տնտեսության վրա է ազդեցություն ունենալու։ Մյուս կողմից տեսեք,
նավթի շուկայում որոշակի դեֆիցիտ է սկսում ձևավորվել կապված եւ Հորմուզի նեղուցի, որը գուցե այնուամենայնիվ փակ է կամ գուցե ոչ բոլոր նավերն են անցնում եւ հենց Իրանի նավթի վաճառքի հնարավորությունների սահմանափակման հետ։ Սա բերում է իր հերթին նավթի գների բարձրացման, ինչը որոշակի նաեւ դրական է անդրադառնում համաշխարհային տնտեսության վրա։ Ընդ որում ես նշեմ, որ վերջին հավանաբար 20-30 տարիներին չի եղել մի պատերազմ, որը էական ազդեցություն ունենա համաշխարհային տնտեսության վրա բացասական իմաստով։ Ընդհակառակ եղել են պատերազմ, որոնք դրական ազդեցություն են ունեցել համաշխարհային տնտեսության վրա։ Տնտեսագետներն են այդ մասին խոսում, սկսած Աջեմօղլուից, որը ներկայացնում է դրա պատճառները եւ վերլուծում է, վերջացրած այլ Տվինոզեմցով եւ այլ տնտեսագետներով, եւ այս պատերազմն էլ բացառություն չէ, ընդհանուր առմամբ այո տնտեսական որոշակի խնդիրներ կլինեն, բայց չի կարելի միանշանակ ասել, որ այդ խնդիրները կբերեն համաշխարհային տնտեսության զարգացման աճի նվազման կամ ընդհանուր առմամբ տնտեսության կոլապսի։ Պարոն Ղևոնդյան, այս պատերազմը ճիշտ է, անմիջապես մեր հետ չի առնչվում, բայց շատ մոտ է, մեր սահմանին է տեղի ունենում ու շատ են խոսակցությունները, հատկապես ընդդիմադիր հատվածում, թե Հայաստանը ինչի չի արձագանքում, ճիշտ է, հայտնի չէ, թե ինչ պետք է անի այս փուլում Հայաստանը, բայց ընդհանուր առմամբ Հայաստանի դիրքորոշումը ինչպես կմեկնաբանեք, ինչ գործողություններ են հնարավոր, որ պետք է Հայաստանը նախապես անի կամ Հայաստանը արձագանքել է, Հայաստանը պաշտոնապես ցավակցել է զոհերին, դրանից ավելին Հայաստանը չպետք է անի։ Եթե կան մարդիկ, ովքեր շատ են ցավում այս կամ այն կողմի համար, Իրանի կամ Միացյալ Նահանգների, ապա նրանց անձնական ցանկությունն է ինչ որ կերպ հանդես գալ կամ ինչպես քաղաքական դաշտում անհասկանալի գործողություններով աչքի ընկած մի դերակատար ունենք, ինչպես ինքն էր ասում, գնալ եւ կռվել նրանց կողմից որևէ մեկի համար, խնդրեմ, ճանապարհը բաց է, որևէ մեկ չի արգելում, բայց չներկայացնելով իհարկե Հայաստանի Հանրապետությունը իրենց անձնական շարժառիթներով, իրենց անձնական ցանկություններով, ինչպես օրինակ Ռուսաստանում եւ Ուկրաինայում կան հայեր, ովքեր գնացել են եւ կռվում են, որոշները Ռուսաստանի եւ Ուկրաինայի քաղաքացի են, կան խոսակցություններ, որ Հայաստանի քաղաքացիներ կան, ովքեր անդամագրվել են եւ կռվում են այդ պատերազմում, բայց Հայաստանի Հանրապետությունը պաշտոնական մակարդակով որևէ պատերազմում մասնակցություն չի ունենում։ Ընդ որում, շատ կարեւոր մի բան ես նշեմ, վերջին 200 տարիների ընթացքում, ես նույնիսկ ավելին կասեմ, հավանաբար վերջին 1000 տարվա ընթացքում, բայց եկեք 200 տարին նշենք, միջապես այն բանից հետո, երբ տարածաշրջանում թուրք-պարսկական տիրապետությունը համալրվեց նաև ռուսական տիրապետությամբ, սա առաջին դեպքն է, երբ Հայաստանից դեպի հյուսիս, Հայաստանից դեպի հարավ տեղի են ունենում պատերազմներ եւ Հայաստանի Հանրապետությունը դրան չի մասնակցում։ Հայաստանի Հանրապետությունը իհարկե չի եղել, բայց Հայաստանի ներկայիս հանրապետության տարածքում մշտապես եղել է զորահավաք։ Այսինքն այն մարդը, ով ապրել է Երևանում, ապրել է Սյունիքում, ապրել է Շիրակում, Վայոց ձորում եւ Հայաստանի Հանրապետության մյուս մարզերում, պարտադիր կերպով ենթակա է եղել զորահավաքի, անկախ նրանից այդ պատերազմը եղել է մեր տարածաշրջանում օրինակ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ, թե ենթադրենք Ռուսաստանի եւ Ճապոնիայի միջեւ, ինչը բացարձակապես մեծ հետ կապ չունեցել, բայց միևնույն է, այս տարածքում բնակվողները մշտապես բոլոր պատերազմների մասնակից են եղել։ Սա առաջին անգամ է վերջին 200 տարվա ընթացքում, հաստատ դրանից առաջ էլ կարելի է հետ գնալ, որ Հայաստանում խաղաղություն է, այս տարածքում խաղաղություն է եւ հայերը փաստացի ոչ մի պարտավորություն չունեն մասնակցելու պատերազմներին եւ սա հետևանք է նրա ինչ տեղի ունեցել վերջին 5-6 տարիների ընթացքում։ Իհարկե շատ ծանր գին ենք մենք վճարել։ Տեղի է ունեցել էթնիկ զտում Արցախահայության, տեղի է ունեցել հայ ժողովրդի մոտ հոգեբանական անկում, խնդիրների մեջով մենք անցել, մենք 21-23 թվականներին Հայաստանի Հանրապետությունում մենք խնդիրներ ունեցել, մեր մի փոքր տարածքը դեռևս օկուպացված է Ադրբեջանի կողմից, բայց այդ ամենի արդյունքում այսօր մենք գոնե ինչ որ հարցում դրական զարգացում տեսնում ենք եւ այդ հարցը հենց այն է, ինչ ես ասացի, Հայաստանի Հանրապետությունը այսօր չի մասնակցում իրենից հյուսիս եւ հարավ գտնվող պետությունների պատերազմներին։ Պարոն Ղևոնդյան, Հայաստանը օբյեկտիվ պատճառներով, հայտնի պատճառներով աշխարհի հետ կապված էր երկու ճանապարհով, Վրաստանի եւ Իրանի միջոցով։ Իրանի ճանապարհը թեպետ բաց է, բայց ռիսկային է դառնում հաշվի առնելով պատերազմը։ Հետաքրքիր է վարչապետի այցը Վրաստան այս օրերին, արդյոք այս այցով փորձ արվում նաեւ ճշտել տրամադրությունները Վրաստանում, որպեսզի այդ մի ճանապարհը գոնե այս փուլում անխափան աշխատի, չնայած Ադրբեջանի հետ կարծես թե նաև այդ ճանապարհը նույնպես ուժի մեջ եւ գործարկվում է։
Ես չեմ կարծում, որ Վրաստան վարչապետի այցը նախատեսվել է այս 3 օրվա ընթացքում։ Ամենայն հավանականությամբ դա վաղօրոք էր պլանավորված, բայց այո, այցի ընթացքում իհարկե կլինեն խոսակցություններ, թեև այդ մասին այնուամենայնիվ հայտարարության մեջ Հայաստանի վարչապետի ես չեմ տեսել, բայց հավանաբար եղել են խոսակցություններ առ այն, որ այս իրավիճակում Վրաստանը պետք է շարունակի Հայաստանի Հանրապետության համար լինել աշխարհի հետ կապող կարևորագույն օղակ եւ Վրաստանը ավելորդ խնդիրներ հանկարծ չստեղծի Հայաստանի Հանրապետության համար, իսկ այն որ Վրաստանը կարող է ավելորդ խնդիրներ ստեղծել, մենք վերջին 1-2 տարիների ընթացքում համոզվել ենք։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի ուղղությանը, ցավոք սրտի սահմանը դեռևս փակ է, բայց գիտենք, որ տարանցիկ Վրաստանի ճանապարհով հնարավոր է ապրանքներ ներմուծել եւ նաեւ հնարավոր է արտահանել, եթե հայ տնտեսվարողները փորձեն արտահանում իրականացնել այդ ճանապարհով, ինչը նշանակում է, որ այնուամենայնիվ որոշակի այլընտրանք կա։ Ավելին, ես կանխատեսեմ, որ եթե հանկարծ Վրաստանը էական խնդիրներ հարուցի, օրինակ բազմակի անգամ թանկացնի Հայաստանի տնտեսվարողների համար ապրանքների անցնելու գինը, տարանցիկ անցման գինը, ապա շատ հնարավոր է, որ Հայաստանը կարողանա Ադրբեջանի հետ պայմանավորվել եւ կարճ ժամանակում թեկուզ սահմանափակ ռեժիմով ենթադրենք բեռների համար միայն մուլտիմոդալ ինչ-որ ընթացակարգով աշխատեցնել հայ-ադրբեջանական սահմանը։ Դրա հավանականությունը կա։ Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանին, ապա այստեղ էլ ես ճիշտ ասած կարճ ժամանակում սպասում եմ դրական նորություններ։ Պարոն Ղևոնդյան, կանք մեր ներքին խնդիրներին ընտրությունները մոտենում են, քաղաքական ուժերը ակտիվանում են, ճիշտ է, արդեն կարծես ձևավորվում է այն բևեռը, որոնց մեջ ընթանալու են հիմնական մրցակցությունն ու պայքարը, ով է լինելու այդ հավաքական ընդդիմության թեկնածուն վարչապետի, ճիշտ է, տարբեր անուններ են հնչում, բայց կարծես մեկ ֆիգուրի շուրջ է ձևավորվում այդ հավաքը, Քոչարյանի մասին է խոսքը, արդյոք փորձելու են Գյումրի սցենարը կրկնել ուղղակի Վարդան Ղուկասյանի փոխարեն արդեն Քոչարյանի մոդելով։ Տեսեք, ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը տանելու է ընդդիմադիր գլխավոր ձայները, այսինքն կարողանալու են նրանք լինել երկրորդը քաղաքացիական պայմանագրից հետո։ Արդյոք Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուժը կկարողանա հայտնվել ազգային ժողովում թե ոչ, մի փոքր խնդրահարույց է։ Ինչու՞։ Բացատրեմ ինչու, որովհետև ըստ ամենայնի, քանի որ Ռոբերտ Քոչարյանը որևէ կուսակցություն չի ներկայացնում, կա մեծ հավանականություն, որ Ռոբերտ Քոչարյանի ուժը գնալու է ընտրություններին դաշինքով։ Գիտենք, որ փոփոխված ընտրական օրենսգրքով դաշինքների համար, եթե 2 կամ 3 կուսակցությունների դաշինք է, շեմը 8% է, ավելի կուսակցությունների դեպքում 10%։ Եթե Սամվել Կարապետյանը տանում է ընդդիմադիր դաշտ, իսկ ընդդիմադիր դաշտում, երբ խոսում ենք Սամվել Կարապետյանի կամ Ռոբերտ Քոչարյանի մասին, ակնհայտորեն ռուսամետներն են, նրանք պետք է հույս տնեն այն մարդկանց ձայների վրա, ովքեր ցանկանում են, որ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ գերիշխանությունը վերականգնի։ Նրանց քանակը սահմանափակ է։ Եթե Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը տանում է հիմնական մասը առյուծի բաժինի, ինչը ակնհայտ է, որ այդպես է լինելու, դա նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուժին մնալու է այն, ինչ մնալու է։ Արդյոք այդ մնացածը 8%-ից ավելին լինելու է թե ոչ, ես չեմ կարող այս պահին ասել։ Այլ հարց է, որ հաշվի առնելով այս իրավիճակը Ռոբերտ Քոչարյանը կարող է որևէ կուսակցություն վարձել, այսպես ճակերտների մեջ, ինչպես օրինակ արեց Վարդան Ղուկասյանը Գյումրիում։ Նա փաստացի վարձեց կոմունիստական կուսակցությունը, հավանաբար դրա դիմաց ինչ-որ կերպ վճարելով, գուցե ֆինանսների միջոցով, գուցե հեղինակությամբ, գուցե այլ կերպ վճարելով, եւ դրա միջոցով կարողացավ ստանալ որոշակի ձայներ։ Ռոբերտ Քոչարյանը եւս կարող է նմանատիպ ճանապարհով գնալ, բայց մի փոքր անհասկանալի այդ դեպքում ինչ անելու դաշնակցությունը։ Եթե Ռոբերտ Քոչարյանը լինելու է դաշնակցության առաջին համարը, ապա այստեղ հեղինակության խնդիրներ են առաջանալու։ Եթե այլ կուսակցության առաջին համարը, ապա դաշնակցության շանսերն են կտրուկ նվազելու անցնել ազգային ժողով։ Անհասկանալի է, թե ինչպես են լուծելու նրանք այս հարցը։ Այնուամենայնիվ, եթե ստացվի եւ Ռոբերտ Քոչարյանը անցնի ազգային ժողով, ապա նրա ձայները, ենթադրենք 8-9%, եթե դաշինքով լինեն, եթե չլինեն 7-8%, եթե կուսակցությամբ լինեն, նրա ձայները, նրա ստացած ձայները եւ Սամվել Կարապետյանի ստացած ձայները, որը մոտավորապես այնքան է, ինչքան Ռոբերտ Քոչարյանը ինքը ստացել է 2021 թվականին, այսինքն 20-21%, գուցե մինչև 25% կարողանան ավելացնել, էլի չեն բավարարելու, որպեսզի նրանք կարողանան իշխանություն կազմել։ Ինչ է անհրաժեշտ, որպեսզի նրանք կարողանան այդ Գյումրի 2 սցենարը անել։ Անհրաժեշտ է, որպեսզի լինեն եւս 1-2 կուսակցություն, որոնք շեմը կանցնեն։ Տեսեք, Ծառուկյան-Թևանյան դաշինքի միջոցով այդ թևը փորձում է ստեղծել եւս մեկ
այդպիսի խումբ եւ նրանք գուցե 4% հավաքեն, գուցե 5, գուցե 7% հավաքեն, այնուամենայնիվ դա կլինի այն մի խումբը, որը կարողանա, ինչպես Գյումրիում արեցին, այնպես այն, որ այս ձայները չփոշիանան, որովհետեւ տեսեք, եթե որևէ կուսակցություն հավաքում է 3.9% կամ ավելի քիչ, այդ ձայները փոշիանում են, այդ ձայները գնում են անցած կուսակցությունների անցած կուսակցություններին, ընդ որում ով շատ է հավաքել նրան շատ է գնում, ով քիչ է հավաքել նրան քիչ է գնում։ Եվ մյուս կողմից, եթե կուսակցությունը 4.1% է հավաքում, ինչպես եղավ Գյումրիում երկու կուսակցությունների դեպքում, ապա այդ ձայները չեն փոշիանում, այսինքն այն կուսակցությունը, որը տարել է ամենաշատ ձայները, ինչ ակնհայտում է քաղաքացիական պայմանագիրներ լինելու, չի կարողանալու հույսը դնել այդ ճակատներում փոշու վրա։ Սա նշանակում է, որ բացի Գագիկ Ծառուկյան Թևանի դաշինքից եւս մեկ կուսակցություն է պետք, որը 4%-ը կանցնի, թե ում կփորձեն Սամվել Կարապետյանը եւ Ռոբերտ Քոչարյանը պատկերացնել կամ կառուցել իրավիճակ, որի դեպքում կկարողանան անցկացնել, ես այս բանին չգիտեմ, չեմ գտնում, որովհետև կարծես թե դաշտում չկա մեկ այլ կուսակցություն կամ մեկ այլ ազդեցիկ գործիչ, որը կարող է 4%-ը հաղթահարել։ Բայց սա նշանակում է մեկ բան, որ եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 51%-ը չհաղթահարի անմիջապես, այսինքն տանի այնքան տոկոս, որ փոշիացած ձայներն էլ գումարվելով 51%-ը չանցնեն, ապա շատ հավանական է երկրորդ փուլ, որովհետև Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, գուցե Գագիկ Ծառուկյան խումբը եւս չի կարողանում 51%-ը հաղթահարել։ Ստացվում է այնպես, որ իրավիճակը գուցե պահանջի երկրորդ փուլի իրականացում։ Մյուս կողմից, եթե բացառապես այս 4-ն անցնեն եւ որևէ մեկը այլևս ոչ մի անակնկալ չի լինի, ապա այստեղ արդեն այդ փոշու շնորհիվ այնուամենայնիվ կողմից մեկը 51-ը կանցնի, որովհետեւ միայն երկուսով կլինեն եւ այդ փոշի ինչ որ մեկին կավելանա։ Բայց եթե նույնիսկ այս դեպքում պարզ մաթեմատիկական հաշվարկ են կանում, 25% առավելագույնը Սամվել Կարապետյանի համար, 8-9% առավելագույնը Ռոբերտ Քոչարյանի համար եւ գուցե 7-8% էլ նորից այդպես չափազանցրած Գագիկ Ծառուկյանի դեպքում, ապա միևնույն է, սա 40-45%-ը չի անցնում։ Սա նշանակում է քաղաքացիական պայմանագիրը այնուամենայնիվ հաղթելու է։ Եթե անակնկալներ չլինեն, անակնկալ աստով ես նկատի ունեմ որևէ կուսակցություն, որը կարողանա կրակել այս ընտրությունների ժամանակ, դրա որոշակի հիմքեր կան։ Օրինակ Վարդան Ղուկասյանը, որը Միացյալ Նահանգներում է, որը չի վերադարձել, գուցե հասցնի վերադառնալ եւ մասնակցել ընտրություններին։ Այդ դեպքում ինչ որ բան կփոխվի։ Կամ գուցե վերջին պահին ինչ որ միավորում լինի արևմտամետների ճակատում, որը կկարողանա այնուամենայնիվ ինչ որ մի քանակ ձայների տանել։ Իհարկե այստեղ եւս խնդիր է լինելու դաշինքը, գուցե ոչ դաշինքի ձևով, բայց մեկ կուսակցության մեջ շարվելով արևմտամետների ինչ որ մի մասը, որովհետեւ բոլորի միավորվելուն ես չեմ հավատում, ինչ որ մի մասը կարողանա 4%-ը հաղթահարել, ապա այնուամենայնիվ այս հարաբերակցությունը կփոխվի եւ այս դեպքում, ինչպես ասացի, երկրորդ տուրը արդեն ամենահավանականը կլինի։ Պարոն Ղևոնդյան, բոլորի մասին խոսեցինք, բայց մեկ ֆիգուր ոնց որ դուրս է մնում թեմայից, Սերժ Սարգսյանը ինչ է անել։ Կամ ինչ են անել տալու Սերժ Սարգսյանը։ Հանրապետական կուսակցությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այս ընտրություններին հնարավորություն ունի էական ազդեցություն ունենալ։ 21-ին է չունի։ 21 թվականին նրանք կարողացան անցնել բացառապես այն պատճառով, որ Գագիկ Ծառուկյանը, չգիտեմ, կամա թե ակամա, այնուամենայնիվ լուրջ աշխատանք չտարավ եւ նա չանցավ հասկանալի ժողով եւ միայն օրենքի ուժով Սերժ Սարգսյանը անցավ։ Սերժ Սարգսյանի դաշինքը անցավ։ Այս անգամ դա չի լինելու, որովհետեւ կա արդեն 3 կուսակցություն, որոնք ակնհայտորեն անցնելու են եւ դրանց մեկը քաղաքացիական պայմանագիրն է, մյուսը Սամվել Կարապետյանի ուժն է եւ երրորդը Ռոբերտ Քոչարյանն է, որը ինչպես ասացի, խնդիր պետք է լուծի, բայց հավանաբար կլուծի այդ խնդիրը։ Այսինքն այս անգամ հավաքել նվազագույն տոկոսներ, բայց օրենքի ուժով խորհրդանացնել չի ստացվի։ Ընդ որում ես նշեմ, Սերժ Սարգսյանի պատիվ ունեմ դաշինքը 2021 թվականին եկեք հիշենք, հավաքել էր մոտավորապես 1.5%, մի փոքր ավելի, մի փոքր պակաս, ավելի քիչ քան Շեմը, այն դեպքում, երբ Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը հավաքել էր ընդամենը 1% ավելի պակաս քան Շեմը, բայց քանի որ Գագիկ Ծառուկյանի կուսակցությունն էր, իսկ Սերժ Սարգսյանը դաշինք էր, դաշինքի համար Շեմը բարձր էր, բացառապես այդ պատճառով եւ իրավունքի ուժի պատճառով Սերժ Սարգսյանի դաշինքը անցավ խորհրդարան։ Ես չեմ կարծում, որ այս անգամ նման զարգացում հնարավոր է։
Պարոն Ղևոնդյան, արդյոք հնարավոր համարում եք, որ ընտրությունները որքան մոտենան, Ռուսաստանը սկսի այդքան ավելի ակտիվ ներգործություն ունենալ Հայաստանի ներքին կյանքի վրա։ Գիտեք, այս հարցին շատ են տալիս, արդյոք Ռուսաստանը ավելի ակտիվ կլինի, ավելի շատ կմասնակցի, ավելին կանի։ Ես ցանկանում եմ եւ ձեզ, եւ մեր բոլոր ուղղատիներին հավատացնել, որ Ռուսաստանը անում է ուղիղ այնքան, ինչքան այսօր նա կարող է։ Այսօր Ռուսաստանի հնարավորությունները այնքան են, ինչքան նա անում է։ Ռուսաստանը կարող է անել սա, նա անում է։ Եթե վաղը մի ուրիշ հնարավորություն ունենա, դա էլ է անելու։ Բայց Ռուսաստանը այսօր գիտենք ինչ վիճակում է, գիտենք Ռուսաստանը թե տնտեսապես, թե քաղաքականապես, թե բացարձակապես բոլոր ուղղություններով ինչ հետընթաց է ապրում։ Տեխնոլոգիական առումով հնարավորությունները այսքան են։ Տեխնոլոգիական առումով Ռուսաստանի հնարավորությունները այնքան են, որ ընդհանրապես կարողանում են արհեստական բանականությամբ ինչ-որ ռոլիկներ նկարել եւ Սամվել Կարապետյանը դրանք պատտում է Հայաստանի մեդիա դաշտում։ Հասկանում եք, ավելին Ռուսաստանը ի վիճակի չէ անել այս պահին։ Ավելին անել կարող է հետեւյալ կերպ, կարող է ռմբակոծել Երևանը, բայց ես չեմ կարծում, որ դա որևէ էական նշանակություն կունենա, ընդհակառակը Հայաստանի հանրության վերաբերմունքը ավելի կվատանա դեպի Ռուսաստան։ Այսինքն ես գտնում եմ, որ Ռուսաստանի կողմից իրականացվող գործողությունները այսօր համապատասխանում են շատ ավելի վատ սցենարի, քան Հայաստանը պատկերացրել է։ Տեսեք, Հայաստանը պատկերացրել է, որ հապկից դուրս է գալու, ինչ որ ժամանակ խոսակցություն կար շատ ակտիվ, բայց հապկից դուրս չեկավ, կարծելով, որ Ռուսաստանը դրանից հետո ինչ որ գործողություն կիրականացնում է նկատմամբ։ Ռուսաստանը այդ գործողությունը իրականացնում։ Ռուսաստանը խնդիրներ է ստեղծում այս համար։ Բոլոր ուղղություններով որտեղ ինչքան կարողանում է։ Հայաստանը Ռուսաստանի հետ շատ զգույշ է վարվում, անհանգստանալով, որ կարող է Արցախի հայությունը, կարող է Արցախի հայությունը էթնիկ զտման ենթարկվել։ Արցախի հայությունը էթնիկ զտման ենթարկվել է։ Հայաստանը շատ զգույշ է Ռուսաստանի հետ, վախենալով, որ Ռուսաստանը կարող է պահանջել Սյունիքով միջանցք։ Ռուսաստանը Սյունիքով միջանցք պահանջել է։ Այսինքն Ռուսաստանը բոլոր այն վատ սցենարները, որոնք որ Հայաստանը փորձում էր կանխել, արդեն իրականացրել է։ Դրանից ավելին ինչ պետք է անի, ռմբակոծի Հայաստանը։ Ես կարծում եմ այս պահին դա Ռուսաստանի համար ոչ միտեղ չտանող ճանապարհ է, ավելին շատ փոքր եմ համարում հավանականությունը, որ Ռուսաստանում մտածում են դրա մասին։ Պարոն Ղևոնդյան, հեծից հետո վերջին շրջանում ավելի ակտիվ սկսել են շրջանառվել խոսակցությունները, որ Հայաստանը պետք է փոխի հայկական երկաթուղիների կառավարչին, այսինքն Ռուսաստանից պետք է այն վերցվի, հանձնել մեկ այլ երկրի կամ թեկուզ ազգայնացվի երկաթուղին։ Ձեր կարծիքով ինչ ճակատագիր է սպասվում հայկական երկաթուղիների։ Տեսեք, Հայաստանը այլ տարբերակ չունի։ Եթե Հայաստանը ունենար շատ փոքր մի այլ տարբերակ, որի դեպքում հնարավոր էր թողնել Ռուսաստանի կառավարում Արևկովկասյան երկաթուղիների նկատմամբ, ես հավատացնում եմ, որ Հայաստանի իշխանությունները այդ տարբերակից կկարճեին երկու ձեռքով։ Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում ավելի լուրջ կոնֆրոնտացիա գնալ Ռուսաստանի հետ, բայց այս պահին այլ հնարավորություն չկա ուղղակի։ Ինչու չկա այլ հնարավորություն, որովհետև Թուրքիան արդեն հայտարարել է եւ ցույց է տվել հանրային դաշտում, որ սկսել է կառուցումը Կարս Նախիջևան երկաթգծի, թեև ես ճիշտ ասած մի փոքր թերահավատ եմ, գուցե ընդհանրապես սա շոու է, հայտարարում են թե 28-29 թվականին կավարտեն, ինչը բացարձակապես անհնար է կավարտեն հավանաբար 35 թվականից ոչ շուտ, բայց միևնույն է կկառուցեն եւ կավարտեն։ Կանխելու միակ հնարավորությունն այն է, որ մոտակա 2-3 տարիներին Հայաստանը կարողանա իր տարածքով ապրանքներ տեղափոխել։ Ինչու? Որովհետեւ եթե Հայաստանը դա չկարողանա անել, նույն Միացյալ Նահանգները, նույն եվրոպական երկրները, Չինաստանը եւ այլն, բոլորը, ովքեր գումարներ են ներդրում մեր տարածաշրջանում, որովհետեւ մեր տարածաշրջանը այսօր ամենալավ, ամենահարմար, ամենաէժան եւ ամենաանվտանգ կապի միջոցն է արևելքի եւ արևմուտքի միջեւ, այդ նույն երկրները եւ երկրների խմբերը գումարներ են ներդնելու Թուրքիայում, գումարներ են տալու թուրքերին եւ ասելու են կառուցեք, վերջացրեք արագ այդ Կարս Նախիջևան հանգույցը։ Նույն Միացյալ Նահանգները, որը տրիպում այդքան գումար է ծախսում, այդ գումարը հետո նորից ծախսելու է, որպեսզի Նախիջևանից հետո շարունակի այդ գնացքը գնալ հասնել Կարս եւ հետո Թուրքիայով գնալ Եվրոպա, որովհետեւ անիմաստ է կառուցել տրիպ Ադրբեջան-Նախիջևան կապի համար։ Տրիպը կառուցում են Չինաստան-Եվրոպա կապի համար ամերիկացիները։ Եվ սա հասկանալու դեպքում, ես կարծում Հայաստանի իշխանությունները սա հասկացել են, անհրաժեշտություն է առաջանում հնարավորինս արագ
վերակառուցել Հայաստանի երկաթուղին, որովհետև խոսքը չի գնում այն կտորների մասին, այն 3 կտորների մասին, որոնց մասին Փաշինյանը Ռուսաստանին խնդրել է եւ դրանց վերաբերյալ քննարկումներ են գնում։ Դրանք խոշոր հաշվով ոչինչ չեն տալիս։ Մեզ անհրաժեշտ է արդիականացնել առաջին հերթին Երասկյունի ճանապարհը, երկաթգիծը, հետո նաև Ադրբեջանի սահմանից Իջևանով, Դիլիջանով կառուցել վերջապես Վիոլետովով Վանաձոր հատվածը եւ կապվել մյուս երկաթգծին, որը անցնում է Թբիլիսի սահմանից մինչև Գյումրի։ Այսինքն մեր անհրաժեշտ է երկաթուղը, հայկական երկաթուղու հիմնական հատվածը արդիականացնել։ Առանց դրա ես ասացի արդեն, գումարները կգնան Թուրքիա, կկառուցվի Կարս Նախիջևան երկաթուղին, որը կլինի իհարկե բարձրակարգ, եւ գնացքները, որոնք Ադրբեջանի տարածքում այսօր երթևեկում են նվազագույնը 120 կմ/ժ արագությամբ, ներողություն, առավելագույնը 120 կմ/ժ արագությամբ, բեռնատար գնացքների մասն է խոսքը, կգան կհասնեն Սյունիք, Սյունիքում էլ կանցնեն նոր կառուցած տրիպով նորից 120 կմ/ժ արագությամբ, Նախիջևանում էլ կանցնեն այդ արագությամբ, հետո չեն մտնի Երաս, որովհետեւ մեր երկաթուղին այսօր 40 կմ/ժ-ից ավելի հնարավորություն չի տալիս, այլ կթեքվեն դեպի Թուրքիա եւ Հայաստանը նորից դուրս կմնա, փաստացի Հայաստանը կլինի բաց սահմաններով, բայց ոչ մի բանից չօգտվի, դուրս կմնա բոլոր ինտեգրացիոն ծրագրերից։ Այսինքն Հայաստանի Հանրապետության համար այսօր կենսականորեն կարևոր է եւ Հայաստանի իշխանությունները այս իշխանությունների դեմ թե մեկ այլ իշխանություն հնարավորություն չունեն դրանից խուսափել, հարավ-կովկասյան երկաթուղին վերցնել։ Եվ մի բան էլ, որպեսզի ավելի պարզ լինի, հարավ-կովկասյան երկաթուղին ինքը չի կարող դա իրականացնել։ Առաջին, որովհետև հնարավորություններ չունի, ֆինանսներ չունի, ռուսական երկաթուղիները շատ ծանր ֆինանսական վիճակում են, միլիարդների պարտքեր ունեն եւ չեն կարող փակել, եւ երկրորդ, որովհետև Ռուսաստանի ձեռնտու չէ, որ այդպիսի բան տեղի ունենա։ Քաղաքական առումով չեն ցանկանում, որ Հայաստանը բացվի։ Ավելին, ես նշեմ, որ ըստ կոնսենսիոն պայմանագրի հարավ-կովկասյան երկաթուղին պարտավոր է սահմանները բացվելու դեպքում 1 միլիարդից ավելի ներդրում այն Հայաստանում։ Ես կարելի ասել բացառում եմ, իհարկե երբեք չի կարելի ասել երբեք, բայց հաշվի առնելով իրավիճակը բացառում եմ, որ ռուսական երկաթուղիները 1 միլիարդ դոլար պատրաստ են ներդնել Հայաստան։ Շնորհակալություն։ Սա օրվա թեմաներ զրուցակիցս հայկական խորհրդի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանն էր, կհանդիպենք առայժմ։